Ես Թերմինե Ենոքյանն եմ, Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ-ի նախագահը, մասնագիտությամբ լրագրող եւ բնապահպանական ոլորտում հետազոտություններ, ֆիլմերի արտադրությունով զբաղվող անձ եմ։ Հիմնականում գործունեությունը սկսել եմ 11-12 թվականներից եւ մոտ 15-16 տարվա լրագրողական ակտիվիզմի եւ ընդհանրապես հասարակական գործունեության փորձ ունեմ։ 2018 թվականն էր, երբ որ ամուրսար տանող ճանապարհները իմ համագյուղացիները եւ համակարգացիները փակել էին եւ պահանջում էին ամուրսարի ծրագրի դադարեցում եւ այդ ընթացքում նաեւ բազմաթիվ հանրահավաքներ էին տեղի ունենում Ջերմուկ քաղաքում։ Միտինգներից մեկի ժամանակ ես հրապարակայնորեն գնահատականներ եմ հնչեցրել ընկերության գործունեության վերաբերյալ, ուրեմն բանկի ստանդարտները, որոնք որ իրենք միշտ վկայակոչում են որպես բարձր ստանդարտներ, ասելով, որ այդ ստանդարտները ընկերությունը խախտում է եւ դա հանցագործ գործունեություն է, որով որ իրենք հրահրում են կոնֆլիկտներ համանքում, շատ վատ միջավայր եւ այս խնդիրների վերաբերյալ բարձրաձայնել եմ, որպեսզի կանխարգելեմ, կարելի ասել արյունահեղությունը մեր համայնքում, որտեղ շատ սրված էր իրավիճակը։ Իմ այդ բառակապակցությունը հանձնագործությունները իրականացնում եւ կոնֆլիկտները հրահրում իր գործունեությունով այս նախադասությունը մոտավորապես արժացավ մեկ դատական հայց Լիդիան ընկերության կողմից ընդդեմ ինձ, որը տևեց 4 տարի, 5 տարի մոտավորապես, որից հետո Վերաքննիչ դատարանը թողեց ընկերության պահանջը 1 միլիոն եւ ավել գումար, որոնք իրենք ինձնից պահանջում էին ուժի մեջ, այսինքն առաջին այցանի դատարանը 100,000 էր ինձնից պահանջում, Վերաքննիչ դատարանը բողոքարկել եմ իմ հայցը չի լսել կամ մերժել է իմ հայցը եւ ընդունել է Լիդիանի պահանջները ամբողջությամբ բավարարել է, որի արդյունքում փաստաբանի ծախսը ներառյալ 3500 եվրո գումար ես վճարեցի ընկերությանը եւ դա առաջին այսպես վատ դատական վճիռն էր, որով որ սկիզբ դրվեց Հայաստանում կարելի ասել հանրային գործունեություն ծավալող անձանց նկատմամբ ֆինանսական ճնշումներ գործադրելու, դատական ծախսերով եւ դատական գործերի միջոցով ճնշում գործադրելու պրակտիկային։ Իհարկե ինձնից առաջ էլի մարդիկ են եղել, ովքեր նկատմամբ դատական հայցեր են հրահրվել կամ բացվել, բայց այդ ծավալի մեծ գումար երբեք դատարանը չի պահանջել եւ դա ես դիտարկեցի որպես աննախադեպ արդարադատություն, հայտարարություններով հանդես եկա, մոտ 60 կազմակերպություն եւ անհատներ միացան իմ պահանջին, ես բողոքարկեցի Վճռաբեկ դատարան, որտեղ ինձ չլսեցին եւ այժմ այդ գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ որակվել է դատական հայցը որպես սլաբ, 1 ամիս անց երկրորդ դատական հայցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, ես խոսել էի ողջի գետի աղտոտման վերաբերյալ եւ խոսել էի ընդհանուր Հայաստանում քրեական գործեր հարուցելու եւ դրանց նկատմամբ անհետեւողական եւ անպատասխանատու իրավապահ մարմինների կողմից վարքագծի մասին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս անգամ ինձնից պահանջեց 6 միլիոն դրամ, դա տևեց 3 տարի, ընկերությունը պարտվել է դատարանում, ինձ փոխհատուցել են 250,000 դրամ փաստաբանի ծախս, որը ես վճարել եմ։ Օրենքի բաց կա, որտեղ որ ինձ հաստատված բարոյական վնասը չի գնահատվում, չկա այդպիսի պրակտիկա, որ իմ վատնա ժամանակը ռեսուրսները տարբեր տեսակի ծախսեր գոյություն ունեն իմ դատարան գնալու հետ կապված, իմ ժամանակի, իմ ազատության, իմ նկատմամբ ընդհանրապես տեսակ ճնշում գործադրելու հետ կապված ընկերությունը նման ճնշման կամ նման վնաս պատճառելու ոչ մի ձև չի կարող փոխհատուցել, որովհետև օրենքը չի կարգավորում դա։ Ընդհանրապես լավ դատավարությունները ճնշող գործիք են հանրության վրա, այդ թվում նաև իմ վրա, որովհետև նման դեպքերից հետո ինքնակնդադատ ես դառնում, շատ ավելի զգույշ ես փորձում խոսել կամ չգիտեմ 1000 անգամ խմբագրում ես մի տեքստ, միջով մի բան գրում ես եւ դրանից իրականում տոժում է հանրային շահը եւ ընդհանրապես հանրությունը նայելով քեզ որպես ակտիվիզմով զբաղվող կամ լրագրող կամ հասարակական գործունեություն ծավալող անց տեսնում է, եթե դու լռում ես ինչ-որ հարցերի շուրջ կամ
քո նկատմամբ կարող են այդպես վարվել ու դու կարող ես նաև պարտվել դատարանում, նրանք նաև եւս վախենում են քայլ անել եւ պաշտպանել բնության շահերը։ Դա շատ վատ հետևանքներ է ունենում ժողովրդավարության, ազատ խոսքի եւ ընդհանրապես մարդկանց իրավունքների պաշտպանության տեսակետից։ Ես իմ գործունեությունը իհարկե շարունակում եմ, բայց դա չի նշանակում, որ իմ վրա եղած դատական գործերը չեն կարող այլ ազդեցություն ունենալ եւ ամենայն հավանականությամբ ընկերությունների նպատակն էլ դա է եւ իմ միջոցով այլ անձանց լրացնելու մեթոդիկան են կիրառում։ Դատական նիստերին այցելելը 4-5 տարի, դա շատ մեծ ռեսուրս է պահանջում ժամանակային, նյութական եւ ընդհանրապես նյարդային առումով եւ առողջությանն է վնաս պատճառում եւ ֆինանսական մեծ բեռ է հանդիսանում եւ ընդհանրապես աշխատանքի տեսակետից ուղղակի չես կարող գործունեությունդ այլ ձև դասավորես, քան հարմարվել դատական նիստերին։ Շատ դեպքերում այդ նիստերը հետաձգվում են, տարիներ են տևում, երբեմն անարդար վճիռներ են լինում եւ այդ ամեն ինչը քեզնից խլում է շատ մեծ ջանք։ Այսինքն քո անձնական կյանքից, առողջությունից է դա տանում, ուրիշ ոչ մեկ չի գնալու քո փոխարեն դատարան, չի պաշտպանվելու, փաստաբանի հետ ռազմավարություն չի մշակելու, դատական նիստերի հանրայնացումը եւս լուրջ խնդիր է, որովհետեւ միշտ չի որ լրագրողները պատրաստ են գան լուսաբանեն ու ստացվում է, որ ինքը դառնում ես քո դատական նիստերի լուսաբանողը, որովհետեւ ուրիշից ակնկալել էլ չես կարող եւ ես ուրիշ ելք չգտամ, քան այն դեպքում, երբ որ անգամ ընկերությունը դեմ էր դատական նիստերի ձայնագրմանը որևէ ձև հանրայնացմանը, ես ուղղակի փաստաբանի միջոցով դատական նիստերի ձայնագրությունը դատարանից պահանջեցի եւ այդպես հանրայնացրեցի Facebook-ում եւ YouTube-ում, դրանով իսկ բավականաչափ լույս սփռեցի իրականության վրա առանց մոնտաժի, առանց որևէ մի բանի։ Այսինքն եթե ես ուզենամ ես չլուսաբանեմ, ես չանեմ, ես բարձր չեմ կարողանա դատական ոնց որ գործի վրա նաև ազդեցություն ունենամ այն առումով, որ ինչքան թափանցիկ լինի, այնքան դատավորը եւս կուզենա լինել թափանցիկ եւ կոնվենցիաներին, որով Հայաստանը միացել է, հետամուտ լինի։ Վերջին դատական գործով, որ ունեցանք վճիռ, նաև վկայում է այդ մասին, որ դատավորը բավականին կոնվենցիաներ էր մեջ բերել դատավճիռում, ասելով, որ սա գնահատողական դատողություններ են եւ սա չի ենթադրում, որ ես ինչ-որ ձև վնաս եմ պատճառել ընկերությանը եւ դա այդ վնասն էլ մի բան էլ 6 միլիոն դրամ է արժեցել։ Առհասարակ կին բնապահպանները շատ ավելի շատ են թիրախավորվում եւ հենց կին բնապահպանները ավելի շատ են շարժումների մեջ կազմակերպչական աշխատանք իրականացնում եւ իրենք ավելի շատ են ուշադրության կենտրոնում հայտնվում իրենց անձնական կյանքով, իրենց կերպարով, իրենց, չգիտեմ, գործունեությունով թիրախավորումները կանանց նկատմամբ կեղտոտ քարոզչությունը, բարոյական ինչ-որ նորմերի մեջ տեղավորելը ավելի շատ տեղի ունենում կանանց նկատմամբ ու դրանով զբաղվում են բացառապես fake edge-եր կամ ոչ միայն fake edge-եր, եթե ուշադիր նայենք, շատ քիչ այլ կանայք թիրախավորում են կին բնապահպանների, մեծամասամբ տղամարդիկ են, որովհետև հանքարդյունաբերության ոլորտում հենց տղամարդիկ են շատ ներգրաված, հետևաբար մեծ փողերի կպնելը կամ քննադատել իրենց գործունեությանը նաև իր հետևանքներն ունի այդ տեսակետից, որ կարող է թիրախ դառնալ այդ ընկերությունների համար քննադատության եւ տարբեր տեսակի թիրախավորումների տեսքով։ Շատ երկար ժամանակ ինձ ոգեշնչել է բնությունը, որովհետև այն բնությունից ստացած էներգիան, սերը եւ ներդաշնակությունը, որ կարող է գալ բնության մեջ, մի ջրվեժի կողք նստելով, մի անտառում կամ մի, չգիտեմ, բացատում քայլելով, մի գետի ափի նստելով, քեզ ոչ մի այլ միջավայրում դու այդ էներգիան չես ստանա։ Հետևաբար այդ բնությունը ունի նաև պաշտպանության կարիք եւ այդ բնությունը միշտ չի որ կարողանում է վերականգնվի։
տարիներով, դարերով գուցե շատ դեպքերում բնությունը ի վիճակի չի ինքնավերականգնման եւ եթե միտեղ հնարավոր է պաշտպանել բնությունը, ապա դա պետք է արվի, բացի այդ դա միայն բնությունը չենք պաշտպանում, դա մեր առողջ շրջակա միջավայրն ենք պաշտպանում, ոչնչացնելով այդ բնությունը, ոչնչացնում ենք նաեւ մեզ։ Այս տարիների ընթացքում, երբ որ դատական հայցեր են եղել իմ դեմ եւ դրանք երկար ժամանակ տևել են, ես դա վերածել եմ գիտելիքի փորձի եւ ներդեմ դրել ընդհանրապես կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ-ի գործունեության մեջ, վերածել եմ դա էկոիրավունքի դպրոցի, որտեղ որ կարող ենք կրթել մարդկանց, տեղեկացնել այդ ամեն ինչի մասին, սեփական փորձով կիսվել, ցույց տալ, թե եթե հայտնվել ես նման իրավիճակում, ինչ պետք է անել, ինչպես ընտրել ճիշտ փաստաբան, ինչպես անել, որ չպարտվես, անգամ եթե պարտվել ես, ինչ քայլեր կարող ես անել, որտեղից հայթայթել գումար, ինչպես մոբիլիզացիա անել քո իսկ պաշտպանության համարում դիմել, եթե շատ ծանր դեպքեր են ու անգամ գուցե դեպքեր կարան լինեն, երբ որ դու ստիպված ես երկիրից դուրս գալ, քո անվտանգության հարցը հասել։ Այս տեսակ փորձը շատ թանկ արժի եւ այդ թանկ փորձը պարտավոր ենք կիսվել են մարդկանց հետ, ովքեր որ հետաքրքրվում են բնության պաշտպանությամբ, հետաքրքրվում են իրենց առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանությամբ։ Եվ այս ընթացքում եւ սրանից հետո մեծ նպատակներ կան իհարկե եւ հասարակական կազմակերպությունով եւ առհասարակ իրազեկման տեսակետից ավելի կազմակերպված այդ գործընթացը իրականացնել։ Մենք նախորդ տարի իրականացրել ենք ոդկասթերի մեծ փաթեթ եւ եթեր ենք հեռարձակել, հիմնականում թիրախավորելով լավ իմաստով կին քաղաքական եւ հասարակական գործիչները, ովքեր որ տարբեր ոլորտներով են զբաղվում, այդ թվում նաեւ բնապահպանական խնդիրներով։ Մենք էկոիրավունքի դպրոցի շրջանակներում մոտ 250-ից 300 անձանց մեծ ցուցակ ենք ստեղծել, ովքեր մասնակցել են, փորձում ենք ընդլայնել մեր գործունեությունը եւ ոչ միայն ուղղակի էկոիրավունքի դասընթացի շրջանակները, այլ նաեւ փորձում ենք թեմաներ ընդլայնել եւ գիտելիքահեն բազա ստեղծել։ Ինչպես նաև մեր գործունեության մեջ մտնում է դոկումենտալ ֆիլմերի նկարահանումը բավականին բարձր որակի, որը ենթակա պիտի լինի հեռարձակվել հեռուստատեսությամբ, 3 ֆիլմ ունենք արած եւ պատրաստում ենք հետագայում այլ նոր թեմաներով ֆիլմեր իրականացնել, նկարահանել եւ այդ ֆիլմերը ջրերի մասին են, հանքարդյունաբերության ոլորտի մասին են եւ դրանք մենք տեղադրում ենք եւ մեր սոցցանցերում եւ հեռուստատեսությամբ ենք հեռարձակում եւ դասընթացների ժամանակ իրազեկում ենք մարդկանց, որ կան նման նյութեր, խնդրում ենք, որ տարածեն։ Որովհետև ընտրված թեմաները այնպիսին են, որ այդ խնդիրները մի օրում չեն լուծվելու, ոչ է մի տարում են լուծվելու, հավերժական են երևի թե ցավոք։ Կուզենանք, որ լուծվեին եւ այդ թեմաներով այլևս առիթ չլիներ ոչ դոկումենտալ ֆիլմեր նկարել, ոչ էլ դասընթացներ իրականացնել, բայց ցավոք մեր իրականությունը այլ է։ Բոլոր այն կին բնապահպաններն, ովքեր որ հայտնվել են դատավարությունների մեջ, իրենց խորհուրդս է խոճապի չմատնվել, ընտրել ճիշտ փաստաբան, ռազմավարություն եւ հանրայնացնել այդ դեպքերը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կօգնեն եւ կօգնեն, որպեսզի դուք դուրս գաք այդ դատավարությունից, շատ դեպքերում հենց հաղթանակած, անգամ եթե կպարտվեք այդ գործերը այդ ծախսերը հնարավոր է փոխհատուցել տարբեր միջազգային ֆոնդերի միջոցով, անգամ դրամահավաք իրականացնելով եւ դրանով իսկ շատ ավելի հանրայնացնել ձեր պաշտպանությունը։ Սա կօգնի ձեզ աճել եւ ձեռք բերել այնպիսի փորձ, որը անգին է։ Շատ դեպքերում ստիպված եք լինելու գնալ մարդու իրավունքների դատարան եւ տարիներով սպասել արդարադատության, բայց այնպես չի, որ դուք կպարտվեք։ Միշտ պետք է հուսալ եւ հավատալ, որ արդարը մաքուրը միշտ հաղթանակ ունենալու։